Սնանկության մասին 54-րդ հոդվածում սահմանված է հատուկ գործիքակազմ, որը որոշված է սնանկության գործով կառավարիչը, որը վերաբերում է դատական կարգով պարտապանի կողմից նախկինում կնքված կասկածելի գործարքների վերանայմանը։ Այս գործիքակազմի շնորհիվ սնանկության կառավարիչը հնարավորություն ունի պարտապանի մասնակցությամբ կնքված այն գործարքները, որոնք ըստ էության պարտավորություններից խուսափելու նպատակ են հետապնդել կամ դրանց արդյունքում պարտապանը կրել է վնաս, վերանայել եւ այդ վերանայման արդյունքում նոր ֆինանսական միջոցներ ներգրավել դեպի սնանկության վարույթ պարտատերերի բաժները բավարարելու նպատակով։ Կառավարիչը այս գործողությունները պետք է իրականացնի սնանկության գործընթացում պարտատերերի վերջնական ցուցակի հաստատումից հետո 6 ամսյա ժամկետում։ Հիմնական 3 խումբ գործարքների մասին է խոսքը։ Առաջինը, երբ անհատույց փոխանցումներ են տեղի ունեցել պարտապանի կողմից, երկրորդը, երբ պարտապանը կնքված գործարքի արդյունքում կրել է վնասներ, եւ երրորդը, երբ սնանկությանը նախորդող 90 օրվա ընթացքում պարտատերերը ստացել են պահանջի բավարարում ավելին, քան կարող են ստանալ սնանկության վարույթի շրջանակներում։ Սա ըստ էության այն հիմնական գործառույթներից մեկն է կառավարչի, որը նպատակը ըստ էության պարտատերերի պահանջների հնարավոր բավարարումն ապահովելն է։ Կասկածելի գործարքների վերանայումը սնանկության վարույթում։ Ինչ է անում կառավարիչը։ Դատական կարգով հետ է ստանում պարտապանի երրորդ անձանց կատարած որոշակի փոխանցումներն ու գույքի օտարումները։ Երբ է դիմում կառավարիչը պարտատերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո 6 ամսվա ընթացքում, որ գործարքներն են ընդգրկվում անհատույց փոխանցումներ, նախապատվությամբ կատարված փոխանցումներ, վնասաբեր օտարումներ եւ կասկածելի ապահովության գործարքներ։ Երբ կարող է կառավարիչը ձեռնպահ մնալ, եթե պարտատերերի ժողովը որոշում է, որ դատարան դիմելու ծախսերը ողջամտորեն կարող են գերազանցել հետ ստացվող արժեքը։ Կառավարիչը անհատույց փոխանցումները հետ պահանջելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ հիմնավորվում է, որ այդ անհատույց փոխանցումը նպատակ է հետապնդել խուսափել պարտավորությունների կատարումից։ Ընդ որում ժամանակային առումով 3-ից 5 տարիների մասին է խոսքը սնանկության դիմումի եւ վճռին նախորդող։ Մի դեպքում սնանկության վճռին նախորդող 5 տարին վերաբերում է այն անձանց, ովքեր փոխկապակցված են եղել պարտապանի հետ։ Օրինակ, պարտապանը գիտակցել է, որ ունի վարկային պարտավորություններ կամ այլ բնույթի պարտավորություններ եւ ինչ որ փուլում դժվարանալու է կամ նպատակ ունի չկատարելը, որոշում է իր ծնողին կամ իր եղբայրը նվիրել իրեն պատկանող օրինակ անշարժ գույքը, որպեսզի այդ անշարժ գույքը, այսպես ասած, հարվածի տակ չդրվի պարտավորությունների չկատարելու հետևանքով։ Անհատույց փոխանցումների հետ պահանջումը կարող է տեղի ունենալ, եթե դա կատարվել է պարտավորությունների խուսափելու նպատակով։ Առաջինը փոխկապակցված անձանց հետ են պահանջում սնանկ ճանաչելու նախորդող 5 տարվա ընթացքում կատարված անհատույց փոխանցումները։ Ցանկացած երրորդ անձի հետ են պահանջում սնանկության դիմում ներկայացնելու նախորդող 3 տարվա ընթացքում կատարած անհատույց փոխանցումները։ Ինչ է ներառվում։ Ներառվում են նաև ոչ դրամային, ոչ դրամով կատարված փոխանցումները։ Կարևոր տարբերություն։ Փոխկապակցված անձանց դեպքում ժամկետը հաշվում է սնանկությունից, իսկ երրորդ անձանց դեպքում դիմում ներկայացնելուց առաջ։ Վնասի պատճառումը ըստ էության առաջին հերթին պետք է մենք շեշտենք, որ սա քաղաքացիական օրենսդրությամբ 17-րդ հոդվածով նախատեսված վնասի ինստիտուտը չէ, որը ինչպես գիտենք վճռապետ դատարանի որոշմամբ 4 տարեր է պարունակում։ Վնասը ըստ էության օրենսդիրը հստակ ձևակերպել է, դա տվյալ պարագայում գույքի շուկայական արժեքի եւ դրա օտարման գործարքային արժեքի տարբերությունն է։ Պայմանական գույքը ունեցել է տվյալ պահին 10 միլիոն դրամ շուկայական արժեք, բայց պարտապանը այն օտարել է 1 միլիոն դրամով։ Ակնհայտ է, որ 9 միլիոն դրամ էական շեղում է առկա իրական արժեքի եւ գործարքային արժեքի միջև։ Սա դիտարկվում է որպես վնաս։ Այդ շատ են հարցնում ձեռբերողները։ Ես կարողացել եմ օրինակ գնել ինչ-որ գույք էժան, ինչումն է իմ խնդիրը, ինչով է պայմանավորված, որ եթե օտարողը, վաճառողը սնանկ է ճանաչվում, ապա այս գործարքը պետք է վերանայվի, որովհետև այդ գործարքի արդյունքում գնորդը ըստ էության շահել է մոտ
իմ բերած օրինակում 9 միլիոն դրամ գումար, ձեռք բերելով շատ ավելի արժեքավոր գույք, շատ ավելի ցածր գնով։ Միևնույն ժամանակ պարտատերերը տուժել են, եւ այստեղ մենք պետք է արձանագրենք, որ սնանկության վարույթը ինքը հանրային վարույթ է ըստ էության, որտեղ սնանկության կառավարիչը նաև պետք է հավասարակշռի տարբեր սուբյեկտների շահեր։ Այս դեպքում ունենք անհավասարակշիռ իրավիճակ, երբ մեկ կողմը գնորդը շահել է, իսկ պարտատերը, ով պետք է ստանար իր պահանջի բավարարում, տուժել է։ Գույքի օտարման հետևանքով վնասի որոշումը, որ վնասը պարտապանին պատճառված վնասը, որն առաջացել է գույքի, ծառայության կամ աշխատանքի իրացման արժեքի եւ գործարքի պահի շուկայական արժեքի տարբերությունից, որ ժամանակահատվածում սնանկ ճանաչելու նախորդող 3 տարվա ընթացքում կատարված գործարքները։ Բացառությունը հրապարակային սակարկությունների հիման վրա կնքված գործարքները չեն ընդգրկվում։ Արդյունքը կառավարիչը դատական կարգով հետ է պահանջում առաջացած վնասը։ Հիսունչորսերորդ հոդվածի կիրառման պրակտիկայում խնդիրները բազմազան են եւ մինչ օրս մենք չունենք թեև ինստիտուտը բավականին երկար ժամանակ է ինչ գործում է, այդուհանդերձ մենք չունենք ձևավորված միասնական պրակտիկա։ Սա այն հարցից, թե ով պետք է լինի հայցվորը, սնանկության գործով կառավարիչը, թե պարտապանը, ում անունից սնանկության գործով կառավարիչը պետք է հանդես գա որպես ի պաշտոնե ներկայացուցիչ։ Սա թերևս ամենաերկար քննարկված հարցերից մեկն է։ Մյուս անորոշությունները ըստ էության վերաբերում են նաև այստեղ ապացուցման ենթակա փաստերի շրջանակին, այդ թվում այն հանգամանքին, թե արդյոք օրինակ իմ բերած օրինակում իրապես պարտապանը նվեր տալուց կամ անհատույց փոխանցելուց գույքը իրապես ունեցել է պարտավորություններից խուսափելու նպատակ, թե ոչ, սա շատ սուբյեկտիվ ընկալման հարց է եւ ընդհանրապես այս 54-րդ հոդվածի բոլոր հայցադիմները, որոնք ներկայացվում են, միշտ որոշակի բարդությունների առաջ են կանգնում կառավարիչը, թե ապացուցման տեսանկյունից, թե տեսական մի շարք հարցերի շրջանակներում եւ թե դատավարական ընթացակարգերի առումով։ Նաեւ կուզենամ շեշտեմ, որ ամենադժվար հանգամանքներից մեկը պարզել, թե ինչքան է եղել տվյալ գույքի շուկայական արժեքը օտարման պահին, ենթադրենք 2 կամ 3 տարի առաջ։ Եվ խոսքը հատկապես վերաբերում է շարժական գույքերի մասով, ենթադրենք ինչ-որ տրանսպորտային միջոց օտարվել է 300,000 դրամով, բայց դրա շուկայական արժեքը այս պահին գործող, չգիտեմ, 10 միլիոն դրամ է։ Այս պարագայում դժվար է իրապես հասկանալ, թե գործարքի օտարման օրվա դրությամբ ինչ կարգավիճակում է գտնվել այդ տրանսպորտային միջոցը եւ գնահատողը երբ ստանում է հանձնարարություն որոշել գործարքի կնքման պահին ինչ որ գույքի շուկայական արժեք, ինքը կանգնում է խնդրի առաջ, քանի որ գործարքի կնքման օրը չի կարողացել զննել տվյալ ուրեմն գնահատման առարկան։ Պրակտիկան մինչ օրս միասնական չէ եւ շատ հարցերի հետ կապված առկա է տարբերակված մոտեցում։ Առաջինը, ով պետք է լինի հայցվորը, սնանկության գործով կառավարիչը, թե պարտապանը, ում անունից կառավարիչը պետք է հանդես գա որպես ի պաշտոնե ներկայացուցիչ։ Ինչպես պետք է որոշի պարտավորություններից խուսափելու նպատակի առկայությունը գույքն անհատույց փոխանցելից։ Սա գործնականում դժվար ապացուցելի եւ սուբյեկտիվ ընկալման հարց է։ Ինչպես պետք է որոշվի գույքի շուկայական արժեքը նախկինում, հատկապես շարժական գույքի օտարման պարագայում։ Գործող խմբագրությամբ 54-րդ հոդվածը լիարժեք չէ, առնվազն իմ կողմից բարձրացված խնդիրների տեսանկյունից եւ չնայած այն հանգամանքին, որ վճռաբեկ դատարանը մի շարք նախադեպային որոշումներով անդրադարձել է այս ինստիտուտի որոշ հիմնախնդիրների։ Այդուհանդերձ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կան եւ այդ օրենսդրական փոփոխությունները արդեն իսկ կատարվել են սնանկության մասին օրենսգրքի շրջանակներում, որտեղ այլ ավելի համակարգային լուծում է ստացել եւ ինստիտուտը կարծում եմ այլ ավելի նոր շունչ կստանա եւ ավելի լիարժեք կգործի, քան այսօրվա պայմաններում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչ խորհուրդներ կտա մեր համակարգացիներին, ապա հաշվի առնելով այս սուպեր գործիքակազմի առկայությունը, որը միշտ կիրառվում է սնանկության գործի շրջանակներում,
Ես կհորդորեի, որպեսզի գործարքներ կնքելիս լինեն բավականին ուշադիր, այդ թվում գործարքի գինը նշելիս, հիմնականում խնդիրները հետևյալն են, որ գործարքի պայմանավորված արժեքը չեն նշում պայմանագրում։ Իրականում վճարում են շատ ավելի մեծ գումար, բայց պայմանագրում չգիտես ինչ պատճառով նշում են ինչ-որ փոքր գումար, որը հետագայում հանգեցնում է նմանատիպ հայցերի հարուցմանը։ Երկրորդ խորհուրդը, որ կտամ, հետևել անկախի գործառնությունների մասին օրենքի կարգավորումներին եւ վճարումները կատարել անկախի եղանակով։ Խորհուրդ կտամ ձեռք մնալ գործարքներ կնքելիս իրական պայմանավորվածությունը քողարկելու, այդ թվում շուկայական գնից էական ցածր գնանշում կատարելու, պարտավորություններից խուսափելու նպատակով օտարումներ կատարելու եւ անկախի գործառնությունների մասին օրենքի խախտման կանխի գործարքների կատարումից։